բնակիչների հետ շփվելու ենք։ Արսեն Թորոսյանի հետ շփվող նոր-նորքի բնակիչները կարծես չեն հավատում Փաշինյանի բերած խաղաղությանը, քանի որ ականջներին ամեն օր լուրեր են հասնում, որ Ադրբեջանը Հայաստանը ադրբեջանական հող է համարում։ Որ լուրերով որ տեսնում եմ, Ադրբեջանի քաղաքականությունը պետական մակարդակով է նա, որ Հայաստանը ադրբեջանական հող է։ Բայց բան չկա։ Թորոսյանը փորձում է համոզել, թե Ադրբեջանի զավթողական ծրագրերը զուտ այդ երկրի ներքին լսարանի համար են։ Պատգամավոր է։ Իսկ իրենք Թրամփի հետ օգոստոսի 8-ին փաստաթուղթ են ստորագրել, որը Հայաստանի գոյության երաշխիք են համարում։ Իսկ եթե Թրամփին մի բան պատահի, հարցնում է կինը, Թրամփը հո Թրամփ չի, Թրամփը ԱՄՆ պրեզիդենտն է։ Քաղաքացուն փորձում է հուսադրել Թորոսյանը։ Ոնց եք պատկերացնում, որ խաղաղությունը պահեք։ Խաղաղությունը պատկերացնում ենք պահել։ Թրամփը ասենք չեղավ։ Թրամփը կապ չունի, տեսեք, Թրամփը հո Թրամփ չի, Թրամփը Ամերիկայի պրեզիդենտն է։ Ու ասենք Թրամփից առաջ մենք ռազմավարական բան էինք ընկել Ամերիկայի հետ, համագործակցության փոխվեց Բայդենի ժամանակ։ Թրամփը եկավ, ասաց իհարկե, մեր պետությունն է, դա պետությունն է այստեղ կարևորը, եւ երկրորդը Թրամփի գործոնը շատ կարևոր է, որտեղ առանց իրա դա չէր լինի։ Թորոսյանի քաղաքական ղեկավարը Թալինում հեգնում է անդիմախոսներին, որոնք երաշխավորված խաղաղությունն են կարևորում։ Դա ըստ Փաշինյանի նույնն է, թե իրենց 9 ամսական երեխային որփանոց ուղարկեն։ 9 ամսական երեխա ասելով նկատի ունի օգոստոսի նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Այդ խաղաղությունը Փաշինյանը անվանում է փոքր, փխրուն ու խոցելի։ Մենք ձեռք ենք բերել իրական պետություն, մենք ձեռք ենք բերել իրական անկախություն, մենք մեր ձեռքն ենք վերցրել մեր ճակատագրի խելքը, մենք ի վերջո իրար հետ ստեղծել ենք մեր խաղաղությունը, մեր 9 ամսական փոքր, փխրուն, խոցելի խաղաղությունը, եւ նրանք մեզ այսօր ասում են, չէ, առաջ այդ խաղաղությանը մեր 9 ամսա այդ փոքրիկին հանձնել որփանոց։ ԿՊ ղեկավարը մեղադրել է անդիմախոսներին Ղարաբաղյան շարժումը վերադարձնելու փորձերի համար, ինքը կանխելու է դա։ Կոնֆլիկտեությունը է դա, դու ինչ խաղակարգ դնում ես Սևանին, իրանք նույն խաղակարգը դնում են Սևանին։ Եվ իմ պատկերացումը եղել է եւ շարունակում այն, եւ այդ է եղել պատճառը, որ ես ասել եմ, որ մենք պետք է դադարեցնենք Ղարաբաղյան շարժումը։ Մինչ Փաշինյանը թալինցիներին բացատրում է, թե ինչու պետք է դադարեցնել Ղարաբաղյան շարժումը, Իսկ Արցախին տերեք, Արցախին։ Արցախ վանկարկումներով են Երևանում քաղաքացիները ԿՊԱ-ականներին դիմավորում։ Արցախին տերեք, թե ոչ, Արցախ, 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 Արցախ։ Փաշինյանի խաղաղությանը չհավատացող քաղաքացիներին ԿՊԱ-ականները շարունակում են հավատ ներշնչել ու պատասխանել մարդկանց մեղադրանքներին։ Դա հիմնական մեղադրանքը, այն ինչի մասին որ խոսում էինք։ Պտի բան անենք, էլի բացատրենք։ Այս տաղավարում հավաքված մարդիկ էլ ակնարկում են, որ Ալիևի բառապաշարից չի երևում, թե նա պատրաստ է խաղաղության։ Այդ խաղաղությունն ուր է։ Ստեղ է հիմա, հենց ստեղ այսօր ստեղ։ Ամերիկայի։ Չէ, ստեղ է։ Չենել ստորագիր։ Հայաստանի Հանրապետությունում հիմա խաղաղությունն է, Հայրիկ ջան։ Հասկանալով, որ շատերը հեշտ չեն համոզվում, Թորոսյանը լքում է զրուցարանը։ Լավ եղեք։ Հեռանալիս հանդիպում մի տղամարդու, որը եւս լավատես չէ։ Կարելի է ձեզ մի րոպեով։ Սխալ է որակում Փաշինյանի այն պնդումը, որ եթե ինքը չվերընտրվի, պատերազմ կլինի։ Ըստ Թորոսյանի, ԿՊ ղեկավարի խոսքը մանիպուլացվել է։ Ինչ է կարծում հունիսի 7-ի համար։ Բոլոր դեպքերում ես իրանց դեմ չեմ։ Ինչու՞։ Մրցակիցները ուլտիմատում չի, պրոստը ուղիղ խոսում են ձեր հետ, ես հիմա ասեմ։ Եթե մի րոպեում ասեմ ու գնանք։ Չէ, ամենևին այդպես չի, դա էլի մանիպուլացված է։ Մենք ասում ենք հետևյալը, չէ, մենք ասում ենք հետևյալը։ Փաշինյանի բերած խաղաղությունը քարոզող Արսեն Թորոսյանը նաև ընտրություններին ակտիվ մասնակցության կոչ է անում։ Միշտ դուրս են գալիս նույն փողոցի վրա։ Նույնիսկ եթե այդ քաղաքացին ԿՊ-ին դեմ է քվեարկելու, թող գնա ընտրության։ Նոր-նորքի այս բնակիչներին խորհուրդ է տալիս ԿՊԱ-ականը, հասկանալով, որ նրանք իրենց համակիրները չեն։ Մեկ չի։ Նույնիսկ եթե այդ քաղաքացին մեր դեմը քվեարկելու, ես ուզում եմ, որ ինքը գնա այդ դեմը քվեարկի։ Նա երեխեքին թող բան բերեն, էլի։ Քարոզարշավի 6-րդ օրը Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները սկանդալի կենտրոնում են հայտնվել Արագածոտնում։ Ապարանի հանրահավաքին Արագածոտնի մարզի տարբեր բնակավայրերի դպրոցականներ ու ուսուցիչներ են եկել։ Երեխեքը լեք։ Կառն են, 3 դպրոցից հետ կա։ Որ դպրոցներն են, Ապարանի։ Ապարանի դպրոցներն են։
Առաջի, երկրորդ, երրորդ։ Դրսեր որ դպրոցն է։ Երեմի Դեմիրճյանի անվան թիվ 1 Պեշտակար դպրոց։ Չակի Այո, Պիստակար դպրոցի ուսուցիչներն են։ Կրթության եւ գիտության նախարար Ժաննա Անդրեասյանը Փաշինյանի ղեկավարած ուժի անունը չի տվել, բայց ասել է, թե քարոզարշավին դպրոցների մանկավարժներ, աշակերտներ են մասնակցում, այն էլ դասաժամերի ընթացքում։ Որևէ դեպք կամ պատիժ եւ անհետևանք չի մնալու։ ԿԳՄՍ-ն Երևանից ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններից քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ Քուչակ, ապարան խոշորացված համայնքի Քուչակ բնակավայր։ Կրթական հաստատությունները կրթության համար են, ով չի հասկացել, կհասկացնենք, դեռ 3 էր ասել Ժաննա Անդրեասյանը։ Կանե Մանգասարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։